Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին մեջբերում ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար։ Ադրբեջանից պահանջում են ականապատ տարածքների քարտեզները։ Երևանից բազմիցս հայտարարել են Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների միջև կստեղծվի համագործակցության եռակողմ մեխանիզմ քննարկելու այդ ձևաչափով հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերն ու տնտեսական նախագծերի զարգացումը։ Իսրայելական բանակը խոստովանել է, որ իր զինվորները սխալ են թույլ տվել մարտի 23-ին Գազայի հատվածում սպանել են շտապ օգնության 15 աշխատակիցների։ Իսրայելը հայտարարել էր, որ բանակը կրակ է բացել, քանի որ շարասյունը կասկածելի է թվացել։ Եվրամիության երկրներն ի պատասխան Միացյալ Նահանգների սահմանած աննախադեպ մաքսատուրքերի առաջիկա օրերին Միացյալ Նահանգներից ապրանքների ներմուծման դեմ մինչև 28 միլիարդ դոլարի մաքսատուրքերի առաջին փաթեթը կհաստատեն, հայտնում է Reuters-ը։ Միացյալ Նահանգների նախագահը մինչ այս հայտարարել է ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար։